Սիրելիներ, մինչև որ սկսենք այս հրաշալի ներկայացումը, որ պատրաստված է մեզ համար եւ որի վերնագիրն է բարձրացու առագաստը, պիտի ընթերցեմ Աստվածաշնչից մեկ գեղեցիկ հատված, որի հիմքի վրա կառուցվել է այս գեղեցիկ ներկայացումը Եփեսացին ուղղված նամակ 5-րդ գլուխ 15-ից 17 համարները հետեւյալն է ասում. Արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Այստեղ կարևորագույն բան կա, որ ուզեմ շեշտել։ Աստծո խոսքը մեզ քաջալերում է վարվել իմաստունների պես։ Սակայն ինչպես են վարվում իմաստունները, այս հատվածում ասում է հետևյալը, որ իմաստունները ժամանակը ճիշտ են օգտագործում։ Ինչպես ենք մենք մեր ժամանակը օգտագործում։ Աստծո խոսքը նաև ասում է, այո, ճիշտ օգտագործեք ժամանակը, քանի որ օրերը չար են։ Այս օրերը տագնապալի օրեր են։ Օրեր կան, որոնք որ մեր սիրտը, մեր ներսը, մեր միտքը կարող են փոթորկել, իրավիճակներ կան, որ մեզ կարող են գցել փոթորիկների մեջ, անհանգստությունների մեջ, մեր կյանքը տանել ալեկոծությունների, ֆիզիկապես, հոգևորապես կամ հոգեբանական իրավիճակների մեջ անհանգստություններ ու փոթորիկներ կարող են լինել։ Բայց մեկ կարևոր բան, ինչ է Աստված ուզում մեզնից այդ իրավիճակների մեջ։ Մեկ կարևոր բան, ճանաչել նրան, ով անա մեզ համար։ Եվ ոչ միայն ճանաչել, այլ նաև մեր ամբողջ կյանքը վստահել նրան, հանձնել նրան, հավատալ Աստծուն, որտեղ միայն այդ դեպքում մեր կյանքը կգտնի խաղաղություն Աստծո մոտ։ Աստծո խոսքը մեկ ուրիշ տեղ ասում է, ձեր սրտերը թող չխռովվեն։ Աստծուն հավատացեք եւ ինձ էլ հավատացեք, ասում է Տեր Հիսուս, որտեղ գիտեն իրավիճակներ կան, որ այո մեր սրտերը կարող են խռովվել, վրդովվել, փոթորկվել, բայց մեկ կարևոր բան, սիրելիներ, մեր կյանքի ամենափոթորկոտ իրավիճակն էլ Աստծո ներկայության մեջ խաղաղություն է գտնում։ Եվ մեկ կարևոր արտահայտություն, որ խնդրում եմ ուշադրությամբ լսենք։ Երբ չենք վստահում մեր կյանքի նավավարին, Հիսուս Քրիստոսին, ապա խաղաղ քամիներն էլ մեզ փոթորիկներ կարող են թվալ։ Տերը թող օգնի բոլորիս, որ կարողանանք վստահենք մեր կյանքի նավավարին։ Եկեք այս խոսքի վրա յուրաքանչյուրս լռությամբ եւ մեծ ուշադրությամբ հետևենք ներկայացման ընթացքին։ Աստված օգնի բոլորիս։ Հուսամ, այս տարի կկարողանամ լավ ժամանակ անցկացնել։ Բաց ծով, քուրոց եւ ինչու ոչ նոր ծանոթություններ։ Տիկին կցանկանաք թերթ գնել։ Թերթ։ Ծովի գեղեցկությունը չեմ փոխարինի արդեն, իսկ ժամանակն անցած թերթերի հետ։ Ոչ, չեմ գնի։ Բայց ահա այս թերթերը բացահայտում են իրական եւ հետաքրքիր փաստեր։ Բոլոր այն վայրերի մասին, որով դուք պատրաստվում եք ճանապարհորդել։ Լսեք հարգելիս, ինձ համար միևնույն է ցանկացած տեղեկություն։ Կարևոր է, որ ես լինեմ այս նավում, որի մասին լեգենդներ են պատմում։ Իրականում տիկին, ես նույնպես տարված եմ այն ամենօրյա գովազդներով, որոնք պտտվում են հենց այս նավի շուրջ։ Երևի դուք եք ուզում փախչել քաղաքի աղմուկից։ Այո, աղմուկից, բայց ոչ քաղաքի։ Պարոն, գուցե դուք ցանկանաք թերթ գնել։ Թերթ։ Այն ավելի հին է, քան վերջին չարժանված ամուսնություն։ Եկեք, հարգելիս, նրանց մնա իրենց առաջարկներով մեր ողջ կյանքը կփչացնեն։ Պետք չէ տխուր եւ ձանձրալի բաների մասին խոսել։ Կյանքը պետք է վայելել։ Այդպես չեք կարծում։ Իհարկե, կյանքը պետք է վայելել։ Ամեն օրը պետք է վայելել։ Հատկապես երբ երկու անգամ եմ ծնվել։ Ո՞վ։ Երբեք չեմ հանդիպել մարդու, ով երկու անգամ է ծնվել։ Կպատմեք ձեր մասին։ Իհարկե, կպատմեմ։
Կարծում եմ զրուցելու դեռ շատ առիթներ կունենան։ Չէ՞ որ այս նավը շուրջ 40 օր բաց ծովում է լինելու։ Հարգելի հյուրեր, ժամանակն է որ զբաղեցնենք ձեր տեղերը։ Քիչ հետո սկսում ենք նավարկությունը։ Ինչպես։ Դուք այդքան գումար ունեք, որ պատրաստվում եք ճանապարհորդել մեզ հետ։ Ես շատ երկար եմ սպասել, որ բոլորիդ հետ մասնակցեմ այս կարևոր ճամփորդությանը։ Եկեք հարգելիս, նրանց նմաններին երբեք չեք կարող մինչև վերջ բացահայտել, ինչպիսի պատի։ Ոման թերթավաճառ պատրաստվում են մեզ հետ ճանապարհորդել։ Խնդրում եմ մեզանից շատ հեռու մնացեք։ Եվ ամենակարևորը, մեզ ձեր թերթերը պետք չէ։ Երբեք։ Մենք ամբողջ օրը տանջվում ենք, բայց նրանց նմաններն են հայերում։ Ինչու՞։ Միթե դա արդար է։ Ինչպես միշտ դժգոհում եք։ Արգելիս միթե ձեր աշխատավարձը ձեզ չի բավականեցնում, որ նախանձում եք նրանց։ Ես ոչ ոքի հետ չեմ նախանձում։ Ես արդարություն եւ հավասարություն եմ կյանքից պահանջում։ Բայց Ուֆ, մի կողմացիր, հա? Գործերս մնացի։ Պիտի դամաց կմաքրեմ։ Ես մնա ամբողջ օրը գլխներիս ավետարան կարդամ։ Իսկ ես հոգնել եմ ամեն օր այս նույն աշխատանքից։ Սիչ, տեսակ տարօրինակ է երևում։ Կարելի է շատ իպիներ։ Տարբերվում է բոլորից։ Ցանցալված է։ Հա, բա, բանը որ շուրը պիտի նրան հետևեմ։ Այ շատ եմ հոգնել։ Մեջ քսել այնպես է ցավ։ Ամբողջ կյանքում աշխատել եմ։ Ու միշտ ամենից առավել կարևորել եմ ամեն բան հասցնել։ Դե բայց չգիտեմ, միթե սա է կյանքից երջանկությունը։ Երջանկություն։ Խնդրում եմ հիշի, որ մեր տարիքում կյանքի պետք է նայել բաց աչքերով։ Չկա ոչ մի երջանկություն։ Կա արտադրված իրականություն, որի կամ զոհն ես դառնում, ենթարկվելով կյանքի կանոններին։ Կամ էլ պարզապես ըմբոստանում ես, թողնում ես ամեն բան և նետվում արդարության ծովը։ Եվ այդպես միշտ էլ արդարությունը խեղդված է մնում։ Քեզ էլ թողնեն խառախուրը խոսես։ Վերջապես կասես ինչ է պատահել։ Ոչինչ, մի փոքր ավելի անկեղծացա։ Ինչ-որ բանից հիասթափված ես եղել։ Ինչու չես խոսում ընտանիքիդ մասին։ Ես ընտանիք չունեմ։ Թողել ես ընտանիքդ։ Ինչ, թողել։ Հայրս շատ սխալ վարվեց ինձ հետ։ Լավ, գնանք, հիմա այն պատմությունների ժամանակը չէ։ Այո, պետք է շապաներից հրաժարվել, որպեսզի կարողանաս վայելել այս պահը։ Ինչ խոսեմ, խոստովանիր, որ դու դատապարտված ես լինելու հարուստ և երջանիկ։ Ուսա։ Պարոն, ձեզ դուր եկավ մեր նավը։ Տեղավորվեցիք։ Դե սովոր եմ աղմկոտ երեկոներին։ Միայն թե խնդրում եմ, ավելի ճիշտ հրամայում եմ, եկեք և փոխեք իմ բարձը։ Այն կարծես ծովի ճայի փետուրներից պատրաստված լինի։ Փորձեցի մի փոքր հանգստանալ, բայց բարձը թռնում էր գլխիս տակից։ Ներեցեք։ Ես չեմ զբաղվում սենյակների աշխատանքներով։ Դե բայց հիմա կասեմ, որ փոխել են։ Ինչպես ես համարձակվում նման պատասխան տալ։ Դու այստեղի մաքրության պատասխանատու ես։ Շատ լավ։ Ոյ, ներեցեք, պատահն ամստացվեց։ Եկեք և մրջեք։ Գիտես ինչ։
մի փոքր քաղաքավարություն սովորեիք։ Ինչպես ես համարձակվում նման կերպ խոսել ինձ հետ։ Գիտես, քո նմաններից ազատվելը մի քանի րոպեի խնդիր է։ Դες ինչ բաց թող ձեռքս։ Ես հիմա կբողոքեմ տնօրինությանը, բաց թող։ Պարոն, Որ դիգի։ Ֆիրոստերից։ Համեցեք, խնդրեմ։ կարծես թե որևէ բան է պատահել։ Ոչ, մենք պարզապես զրուցում էինք։ Ինչ-որ բան կխմեք։ Պարզապես զրուցում ենք։ Փաստորեն, ձեր առօրյա զրույցը կանանց հետ նման բղավոցներով է անցնում։ Ձեզ լավ օր։ Այդ խղճուկն ինձ վիրավորեց։ Ինչ կարող էր անել այդ կինը, որ այդպես բարկացել է ինքնավերը։ Եթե ես մի քանի րոպե ուշ հայտնվեի այստեղ, գուցե նրան վնասեիք։ Նա իր բառերով ոչնչացրեց ապրածս ողջ կյանքը։ Եվ հիշեցրեց մեկին, ում չէի ցանկանա հիշել։ Այն էլ այս օրերը։ Գուցե վստահենք իրար։ Ում մասին է խոսքը։ Նա ասաց ինձ, որ խղճում է ինձ և իմ հարստություն։ Բայց միթե դրա համար պետք է այդպես բորբոքվել։ Մի քանի տարի առաջ հանդիպեցի մեկին, ով մեծ համբավ էր ձեռք բերել մեր քաղաքում և ինչու ոչ, ամբողջ երկրում։ Նա ուրիշ էր, տարբերվող, մի տեսակ շատ լուսավոր մարդ էր։ Եվ ինձ հետաքրքիր էր թվում ամեն բան, կյանքը, մալը և առավել երկնքի արքայությունը։ Մոտեցա նրան, խոսեցի, ասացի, որ մանկուց դասյարակվել եմ ճիշտ և պահել բոլոր օրենքները։ Բայց… Ինչ բայց… Հետո… Ինչ եղավ հետո… Ինչ էիր դու սպասում նրանից… Նա ինձ կանգնեցրեց ընտրության առաջ։ Ես պետք է հրաժարվեի իմ հարստությունից, որպեսզի կարողանայի նրա հետ գնալ։ Եվ երբ այս կինն ասաց, որ խղճում է ինձ և իմ հարստությունը, ես կրկին հիշեցի նրան։ Մենք անընդհատ փոխում ենք մեր կյանքի նավերը։ Սակայն հանձնարարողը և հանձնարարվածը մնում են նույնը։ Չգիտեմ կկարողանամ արդյոք հանդիպել նրան։ Իսկ գուցե սկսես նրա հանձնարարությունից և հենց դրա մեջ էլ գտնես նրան։ Չգիտեմ։ Ախր ինձ համար շատ դժվար է թվում կյանքի փոփոխությունները։ Եվ այն, որ իմ այս հանգրվանը թողնեմ ու գնամ մի վայր։ Վայր, որը շատ անորոշ է և ինչու ոչ նաև վախեցնում։ Գիտես, լավ է, երբ ժամանակին ես հասկանում կյանքի դարակելությունը։ Իսկ միթե վախեցնող չէ։ Դե խնդիրն էլ հենց այն է, թե ինչպես ենք մոտենում այդ հարցին։ Լավ, ներեցեք, չեմ ցանկանա ձեր այս հանգիստն անցկացնեք ոմն մեկի բախտխնդիրների լուծում տալու։ Առաջարկում եմ միասին ճաշենք։ Իհարկե շնորհակալ եմ, բայց ինչպես հասկանամ ձեր այս առաջարկը։ Փախչել պատասխանատու պահից Թե նախընտրել կյանքի հենց այս պահը։ Ես դեռ երիտասարդ եմ և ցանկանում եմ ապրել։ Իսկ գուցե կյանքն առավել իմաստավորվում է հենց վստահված հանձնարարության մեջ։ Դե երբ սկսում ենք այն կատարել։ Ձայնը մեզ հույս ունե, որ… Բարի ախորժակ, ձեզ։ Ատում եմ նման ռոմանտիկ պահերը, այլել քաղցակ ժամանակ։ Հեյ, ինչ եք պատրաստել այս պարոնի համար։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կարելի է արանները ամրացնել։ Ես ամբողջ օրը աշխատում եմ, հսկելով և նորոգելով ամեն մի մարմին։ Բայց նավապետը փոթորկի ժամանակ շնորհակալություն է այգում ոչ թե ինձ, այլ արտակազմին։ Ինչպիսի հիմարություն։ Ախր եթե ես չլինեմ և չհսկեմ նավի անվտանգությունը,
հաստատ այն կխորտակվի։ Բայց գալիս են պահեր, երբ կասկածի տակ եմ դնում իմ ձեռքերով կառուցած նավի շատ մեխանիզմներ։ Չգիտեմ, դուք միշտ եք անհեղատ հայտնում և լսում մարդկանց խոսակցությունը։ Ոչ թե խոսակցությունը, այլ դժգոհությունը։ Բան բացանքը կամ բողոքը։ Հարգելիս ինչպես եք կարողանում այդքան անհամաձայնությունների մեջ աշխատել այս նավում։ Ասեմ ավելին, դուք նույնիսկ չեք վստահում ձեր նորոգած որևէ բանի անվտանգ լինելու։ Շատ զարմանալի մարդ եք, գիտեք։ Ես շատ վաղուց ինչ աշխատում եմ այս նավում։ Եվ լավ գիտակցելով աշխատանքիս դրդությունը, որ այդքան մարդ գուցե վտանգի մեջ են։ Հաճախ կասկածանքը նոր վախեր է առաջացնում։ Եվ փորձում եմ աշխատանքս կատարյալ ճշգրտությամբ և պատասխանատվությամբ կատարել։ Իսկ եթե դուք իմ տեղը լինեիք, ինչ կանեիք։ Կվերադառնայի։ Ինչ։ Ուր կվերադառնայի։ Որտեղից որ փախել եք։ Տուն։ Դուք որտեղից գիտեք, որ ես լավ կլինի վայելեք ձեր հանգիստը, կամ գուցե թերթ վաճառեք, եթե իհարկե ձեզ թույլ կտան։ Սպասի։ Ինչ եք ուզում ինձնից։ Դուք որտեղից գիտեք, որ ես հեռացել եմ տնից։ Ձեր տուն վերադառնալն ավելի կարևոր է։ Քան այն, թե ես որտեղից գիտեմ այդ մասին։ Ախր ես աշխատանքի եմ, ինչպես կարող եմ տուն վերադառնալ։ Դուք պարզապես փախչում եք որոշումից։ Այստեղ, այս նավում, ուր անհայտ է ամեն բան, ուր ամեն ջրի ալիքերն ինչ-որ մեկը բողոքում է սննդից, սենյակից, կամ պարզապես արևից, որովհետև ինքը որոշել էր, որ նավի վրա պետք է զով եղանակ լինի։ Այդքան դժգոհությունների մեջ ես ինձ ավելի կարևորված եմ զգում, քան այնտեղ, որտեղ ինձ ասում էին որդիս։ Երբ չեն վստահում նավապետին, խաղաղ կամիներն էլ մեծ փոթորիկներ են թվում։ Չհասկացա։ Բացատրեմ։ Դուք դուրս եք եկել տնից, բայց չեք մոռացել ձեզ հետ վերցնել բաներ, որոնք խանգարում են ձեզ խաղաղ ապրելու համար։ Ինձ ոչինչ էլ պետք չի այդ տնից։ Թող իր որդու համար ամեն օր խնջույքներ կազմակերպի։ Բացող սրտիդ նախանձն ու չարությունը։ Նրանք քեզ նույնիսկ ցամաքում կխորտակեն։ Ես ինձ այդ ոչինչը չեմ տանում։ Այդ նա իր արարքով հաստատեց, որ իր փոքր որդին ավելի կարևոր է, քան ես։ Ես այդքան տարի խոնարհաբար ծառայել եմ նրան, և ոչինչ չեմ պահանջել։ Ոչինչ։ Բայց իմ փոքր եղբայրը միշտ էլ վայելել է մեր աշխատանքը։ Եվ անգամ նրա սխալները հայրս այնպես ներեց, կարծես դրանք այդպես էլ պետք է լինեին։ Ես չեմ ուզում ապրել մի ընտանիքում, որտեղ արդարությունը զիջում է սիրում։ Լսիր, իսկ գուցե Դուք չեք վճարել այս նավի համար, որ ինձ սեփական հոգեբանը լինեք։ Ես պետք է գնամ։ Պարոն, ձեզ խնդրեցի, որ իմ սենյակից օրակը նորոգեք, իսկ դուք։ Դարձյալ դժգոհություն։ Ախր ես այն նորոգել եմ, տիկին։ Գիտեք հարգելիս, ես չեմ դժգոհում իմ տեսողությունից, այնպես որ գնացեք և նորոգեք այն։ Մինչև իմ աչքով չտեսնեմ, որ այն նորոգված է, ես ձեզ չեմ հավատալ։ Լավ, հիմա նորից գնայինք։ Փաստորեն, դուք հավատում եք միայն ձեր աչքով տեսնելուց հետո, այո։ Փաստորեն, այո։ Իսկ ինչու դա ձեզ այդպես մտահոգեց։ Դե ուղղակի դուք ընդհանրապես նման չեք ձեր հորը։ Ինչ։ Հայրս վաղուց մահացել է։ Դուք ճանաչում եք նրան։ Նա հավատաց առանց տեսնելու։ Սպասեք։ Գիտեք դուք վախեցում եք ինձ։ Ախր դուք շատ տարօրինակ եք։ Եվ ամենակարևորը, դուք որտեղից գիտեք իմ հայրիկին։
Նա ընդամենը մեկ անգամ ինձնից օգնություն խնդրեց։ Բայց դրանից հետո թե իր կյանքում եւ թե քո կյանքում շատ բաներ փոխվեցին։ Սակայն դու մեծանալով մոռացար դրանց մասին։ Սպասեք։ Սպասեք։ Հայրս ինձ միշտ պատմում էր։ Միշտ պատմում էր։ Պատմում էր մեկի մասին։ Հայրս միշտ պատմում էր մեկի մասին, որ Մենք չենք վճարել մեզ անվտանգ ուսանողը։ Մենք չենք ուջապի մատնվել, աստողում հաճապել մանգոպորիքների։ Գիտես ինչ։ Իսկ չի գորասնում քայլը շուտ պատասանը։ Ո՞րներ են արաբետը։ Եթե այս լավուն չլինեի, միլիա դերտի կհասցնեի, որ իմանաս ինչ է հարգանից խոսելը։ Ինչպես ես համարձակվում նման կերպ խոսելիս։ Վստահ եմ, որ նմանին նույնիսկ տանը չեն համոժում։ Ես ընտանիք չունեմ, իսկ դու Սպասեք! Մենք բոլորս շուտով կխորտակնենք, իսկ դուք, գիտեք, լավ կլիներ ձեր տղամարդկային արժանապատվությունը նավից դուրս փորձեիք հաստատել, դե եթե կարող եք դա անել։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա նման կերպ խոսելիս հետ, տիկի, լավ է մնաց ձեր սահմանում և զգուշությամբ խոսեք ինձ հետ։ Ամբողջնյալով խառնաշփոթ է, ալիքները գնանով ավելի են վնասում ջուրերի իրերը։ Ինչ։ Իմ թանկարդեքիների հիմնակը ոչնչանը։ Խնդրում եմ ձեզ, որևէ բան արեք, իմ փաստաթղթերը, զարդերը, ամեն բան այդ սենյակում է։ Միայն դու էիր այստեղ պատրաստ։ Դուք ես սովը նետենք, դիավելով ներից կազատենք։ Մի տեսակ շատ հանգիստ ես։ դե այո, նա շատ հանգիստ է, որովհետև ոչինչ չունի կորցնելու։ Լավ է գնաց թերթերը պաշտպանելու, դե դա է քո ամենաթանկ բանն այստեղ։ Ոչ։ Ոչ։ Նրա համար մենք ենք տանք։ Այդ պատճառով էր, որ նա որոշեց մեզ հետ գալ այս ճամփորդությանը։ Ինչպիսի անձնազոհություն։ Տիկին, նա շարքային հանգստացող է։ Այստեղ ամենակարևորը մենք ենք, դե ավելի ճիշտ նավապետը։ Ես եմ այս նավի նավապետը։ Ինչ։ Ինձ աղեցում ես։ Ինչպես կարող է նավը առաջարկվել լաված նավապետի։ Կարող եք նայել նավի ղեկին։ Բայց ինչպես է հնարավոր։ Մենք ինչպես ենք։ Սիրելի երիտասարդ, մի օր մենք հանդիպեցինք, և քեզ հետաքրքիր էր երկնքի առկայությունը։ Դու ասացիր, որ մանկուց պահել ես բոլոր օրենքները, բայց դու չկարողացար թողնել քո հարստությունը։ Դու թողեցիր ինձ, ամուր բռնելով քո հարստությանը։ Կարծես խաղաղվում է ծովը, լավ է գնանք։ Այո, խաղաղվում է ծովը, բայց ոչ քո ներսը։ Դու իմ կարիքն ունես։ Ինչ ես խոսում։ Երբ փոքր եղբայրդ իր արանքով ձեզ խայտարակ արեց, դու քո մտքում նրան պիտակավորեցիր, ասելով անառակ որդի։ Իսկ միթե նրա արանքը ուրիշ անուն պիտի կրեր։ Նա վերադարձավ, նա ներում խնդրեց։ Իսկ դու ինչ արեցիր, ավելի չարացար նրանց նկատմամբ։ Միթե սերն ավելի ինչ է, քան մարդկային արդարությունը։ Ես այս աշխարհում արդարության կարիք ունեմ, ոչ թե սիրո։
Երևի ես էլ գնամ։ Ամբողջ նավում խառաշը փոթ է։ Սիրելի մարդ, ինչպես միշտ ապում ես ամեն բան հասցնում։ Չէ որ սա բարի բաժին է, որը դու կարող ես ընտրել։ Երբ 12 տարեկան էինք, երեխաներով վազվզում էինք, թաքնվելով մեծ ձիթենիների ետևում։ Իրար հարվածում էինք խոշոր ձիթապտուղները։ Հանկարծ խաղի ժամանակ մարմինս թուլացավ։ Ուզում էի բղավել, բայց ձայնս կտրվել էր։ Եվ ուժգին հարված։ Երբ արթնացա, լսեցի մի ձայն այդ ժամանակ, որ ինձ ասում էր աղջիկ, քեզ եմ ասում։ Վեհ գաց։ Երբ արթնացա, իմ առջև կանգնած էին 3 հոգի։ Հայրս։ Ում հայրս էին ասում։ Մայրս։ Եվ նա։ Ծնողներս արտասվում են։ Բայց աղա նա մի այնպիսի ջերմությամբ էր ինձ նայում, որ երբեք ոչ ոք ինձ այդպես չէր նայել։ Իսկ հետո իմացա, թե ինչ էր պատահել ինձ հետ իրականում։ Այդ ժամանակ հայրս ինձ հետևյալն ասաց. աղջիկս, երբ ես ոչ մի հույս չունեի, Հիսուսն ինձ ասաց մի վախեցիր, այլ միայն հավատա։ Ահա այդպես հորս հավատքի և Աստծո ողորմության շնորհիվ ես կրկին ծնվեցի։ Այս նավում հավաքված են մարդիկ, ովքեր ամբողջ օրը վազում են իրենց աշխատանքի ետևից և սովորել են ասել ժամանակ չէ։ Կան մարդիկ, ովքեր հիասթափված են իրենց ընտանիքից, սիրելիներից, իրենց տարիքից ու տեսքից։ Եվ ահա, փախչելով իրականությունից մտել են այս նավ, բայց շարունակում են դժգոհել։ Ոմանք եկել են անձնական կյանքում նոր հարաբերություններ փնտրելու։ Ոմանք պարզելալով իրենց հարստությամբ չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել։ Բայց ահա, քիչ առաջ ինքներդ ականատես եղաք, որ թե կյանքը և թե մահը մեկակնդարձ են։ Եվ մի քանի րոպե հետո գուցե արդեն ուշ լինի որոշում կայացնելու համար։ Ցանկացած ալեկոծություն սկսվում է ձեր ներսից։ Իսկ նավը կշարժվի առաջ։ Եթե բեռնաթափեք ձեր ճամպրուկներում եղած ավելորդ իրերը։ Բոլոր ծառերում։ Մարդը նույն, առաջարկողը նույն, և մնում է միայն ազատ մարդու որոշումը։ Թույլ տալ, որ քո կյանքի նավը լողային ծովում, որ Աստված է ընտրում, թե ստեղծել սեփականը և լցնել այն ցանկություններով, ու լողալ դեպի անորոշություն, բոլոր ծառերում։ Մարդը չկարողացավ թողնել արծաթասիրությունը։ Այն հմայում է նույնիսկ քույրին, և աշխարհը ճոճվում է նրա թելադրանքով։ Թողնել ճոխ ու հաճույքներով լի կյանքը, դա իմ համար չէ,
Գուցե մի օր, երբ հոգնեմ այդ ամենից հիշեմ, որ կա մեկը, ով միշտ սպասում ինձ։ Իսկ եթե ուշանաս, Բոլոր տեղերում։ Մարդը վազում է իր աշխատանքի ետևից։ Եվ կամ իմ հետ։ Ով է հոգալու իմ կարիքները։ Երբ քեզ ձայն են տալիս ընկերներդ։ Դու Ժամանակ չունեմ։ Երբ ընտանիքը ցանկանում է քեզ հետ գոնե մեկ բառ խոսել, դու ասում ես Ժամանակ չունեմ։ Երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր քեզ հիշեցնում են Աստծո մասին, դու դարձյալ ասում ես ժամանակ չունեմ։ Աստված մեզ ժամանակ է տվել։ Իսկ թե ինչպես ենք այն ծախսում, միայն մենք գիտենք։ բոլոր դարերում, Մարդն իր ընտրության հետևանքն է։ Մենք ամեն օր վազում ենք մեր ընտրության հետևից։ Սակայն օրվա ավարտին հրաժեշտ ենք տալիս մեր իսկ ընտրությանը։ Մենք ճշգրտորեն հեռանում ենք։ Այնպիսի հեշտությամբ ենք հրաժարվում մեր որոշումներից, կարծես ինչ-որ նկարից կամ սուրճից հրաժարվեինք։ Մենք դավաճանում ենք և դավաճանում ենք։ Մտածում ենք ինչու մեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Մոռանալով այն, որ երեք ամեն բան լավ էր, բայց ես չկողացա և վազեցի նորի ետևից։ Եվ ահա ամեն օր, մեր ամեն օրը լցվում է դատարկությամբ։ աշխարհի արարողից մինչև այսօր, մարդը մնաց նույնը։ Դարերը փոխում են միայն անունները, սակայն կերպարները նույնն են։ Եվ այս նույնության մեջ ինչպես փոխվել, ինչպես առանձնանալ աշխարհից, ձևավորելով քո ընտրության պատմությունը։ Հիշեք, միշտ էլ նավը ալեկոծության վտանգի մեջ է, և խորտակվում են միայն նրանք, ովքեր ընտրում են ինքնափրկություն։ Ես ուզում եմ փրկվել խորտակումից։ Ուզում եմ դուրս գալ խաղաղության ափ։ Պետք է որոշեցինք թողնել ամեն բան և մտնել այն հավատքի նավը, որի նավապետն իր ուղևորների համար ունի հավիտենական կյանքի պսակը, թե շարունակել նավարկությունը ու ընտրեց ինքնափրկությունը։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա հաղթեց մահին, հաղթեց, որ ինձ ազատի մահվան ալեկոծությունից։ Նրա հաղթանակը հարությամբ խուսափվեց, նա չմնաց խաչապատում։ Հիսուսը մեր ելներից առանձնացավ, պարտության մատնեց մահին, մահ խոնարհվեց, նա բարձրացավ։ Հիմա, երբ հանդիպեցի ինքս ինձ, այդ ժամանակ հասկացա, թե որքան միայնակ եմ և որքան ունեմ կարիք հաղթողի, ում հետ թե կյանքը, թե մահը, ճանապարհ է դեպի հավիտենականություն։